ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ոչ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի այդ ժամանակ, ոչ նախագահի այդ ժամանակ եւ ընդհանրապես իմ նախկին ծառայեկիցները կարող են հավաստել, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ազգային անվտանգության ծառայության հետ, առավել ևս ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ կամ այլ հատուկ ծառայությունների հետ, որտեղ ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք, որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ, բայց դրանք, ովքեր դա որպես շատ մեծ բացասական բան են համարում, արդյոք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, ապա այդ մարդը, այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին կամ որի կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը օգուտ է բերել, թե վնաս է բերել։ Այնպես որ ես կարծում եմ, այսպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ մրգերանգների։ Եթե դա չի լինում, ուրեմն ինչ-որ այլ ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ այս դեպքում ձեզ այդ ոչ լեգիտիմ նպատակը ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ճնշում գործադրելն է, թե այլ նպատակ։ Խոսքը վերաբերում է ամենայն Հայոց կաթողիկոսի եղբորը։ Այսինքն ինչ է, հիմա եղբոր համար է պատասխանատու, հա։ Ախր այս դեպի ուր ենք մենք գլորվում, ես չեմ հասկանում։ Եթե իրոք դա իրականություն է։